Ողջույն հարգելի հայրենակիցներ, քաղաքային իշխանությունը, Երևանի քաղաքային իշխանությունը խոստովանեց, որ տապալվել է այսպես կոչված բարեփոխումներում տրանսպորտի հետ կապված եւ նաեւ որոշակի սուտ բացահայտվեց։ Հիմա հերթով կներկայացնեմ, ինչպես հայտնի է, քաղաքային իշխանությունները պնդում են, որ քաղաքային տրանսպորտի ինքնարժեքը մինչև 230 դրամի սահմաններում է։ Մենք պնդում ենք, որ 65 դրամ պլյուս մինուսով այդ գնի սահմաններում է եւ ներկայացրել ենք մեր նախագիծը, որի քննարկմանը իշխանությունը չմասնակցեց։ Եթե հիշում եք, իրենք փախան ուղղակի լքեցին դահլիճը այն քննարկման ժամանակ, որի ընթացքում պետք է 17,000 Երևան ցուցադրությամբ նախագիծը քննության առարկա դառնար։ Մենք ներկայացնենք մեր հաստատները իրենցը եւ հասկանանք, թե 65-ի եւ 230-ի արանքում ով է ճիշտ, ով սխալ։ Իրենք լքեցին դահլիճը, ճողոպրեցին քննարկումից եւ հետո մեկ այլ որոշման նախագիծ ենք ներկայացրել, Մայր Հայաստանի նախագիծն էր, որով առաջարկում էինք կասեցնել թանկացման որոշումը մինչև վերջնական քննարկումը լինի, հասկանանք, թե ինչ պետք է կատարվի տրանսպորտային համակարգում։ Իրենք այդ նիստից էլ փախան, որում այստեղ օրենսդրական լուրջ բաց կա, փաստորեն նիստը վարողը եւ 2.5 միավորանոց կոալիցիայի ԿՊ պլյուս Հանրապետություն հատվածը լքեցին նիստերի դահլիճը եւ քննարկում տեղի չունեցավ եւ ելի բաց մնաց այն հարցը, թե ինչպեսի ինքնարժեք է ընկած տրանսպորտի գնի հիմքում եւ ահա օրերս իրենք խոստովանեցին, որ չեն կարողանում առնել գնել նոր տրոլեյբուսներ 45 եւ այստեղ շատ կարեւոր հանգամանք կա ընդգծելու։ Իրենք թանկացումը հիմնավորում էին, որ բարելավում են տրանսպորտի որակը եւ այդ բարելավման արդյունքում պետք է նաեւ թանկ վճարել ու երբ որ ներկայացնում էին ինքնարժեք, իրենք չէին ասում, որ ինքնարժեքի մեջ մտնում են նաև գնումները, այսինքն ստացվում է, որ քաղաքացիների հաշվին էին ուզում գնումներ անել եւ դրա համար բարձրացնում էին գինը, մինչդեռ հակառակն էին պնդում, ասում են մենք գնումները արել ենք, որակը փոխվել է տրանսպորտի ու դրա համար հիմա պետք է թանկ վճարել։ Սուտը բացահայտվեց այստեղ եւ փաստացի հիմա եթե իրենք գնումներ չեն անելու, ուրեմն իրանք չունեն օրինակ տրոլեյբուսների գինը 3 անգամ ավել բարձրացնել, իսկ դա հենց այդպես էլ եղել է, եթե նախկինում ուզում էին 6 անգամ ավելացնել, այսինքն մեկ ուղևորական փոխադրումը 300 էր դառնալու, ապա հիմա 150 են արել, 3 անգամ բարձրացրել։ Մյուս սուտը, որը փաստացի խոստովանեցին քաղաքային իշխանությունները, դա այն է, որ բոյկոտը կայացել է։ Մինչդեռ իրենք պնդում էին մինչև վերջերս, որ բոյկոտը չի կայացել, որ ընդդիմության կոչին չեն արձագանքում քաղաքացիները, պարզվեց, որ դա այդպես չէ եւ իրենք խոստովանում են, որ բոյկոտը կայացել է։ Մենք էլ էինք պնդում իրենց ներկայացած թվերով, որ բոյկոտը կայացել է, իրենք ասում են այդպես չէ։ Հիմա ստիպված են խոստովանել, որ բոյկոտը կայացել է։ Եվ ասում են, որ քանի որ բոյկոտը կայացել է եւ գումարներ չկան, ուրեմն մենք նոր տրանսպորտային միջոցներ չենք ձեռք բերել։ Ուրեմն այստեղից մի քանի բան է հետևում։ Առաջինը, իրենք խոստովանում են, որ տապալել են բարեփոխումները։ Երկրորդը, խոստովանում են, որ քաղաքացիների հաշվին էին, թանկացման հաշվին էին ուզում նոր տրանսպորտային միջոցներ ձեռք բերել ու հիմա քանի որ չեն կարողանում գումար հավաքել, չեն բերելու։ Եվ երրորդը, իրենք փաստացի խոստովանում են, որ տրանսպորտի ինքնարժեքը ցածր է, որովհետև եթե նոր տրանսպորտային միջոց ձեռք բերելն էր հանգեցրել թանկացման եւ հիմա եթե գումար չեն կարողանում հավաքել, հետեւաբար ձեռք չեն բերելու, ուրեմն խոստովանում են, որ տրանսպորտը փաստորեն շատ ավելի ցածր ինքնարժեք ունի, քան իրենք էին ներկայացնում եւ բնականաբար 100 գրամի սահմաններում հնարավոր է արժանապատիվ եւ նորմալ ուղևորափոխադրում իրականացնել։ Այս ամենը հանրագումարելով կարող ենք ասել, որ քաղաքային իշխանությունը տապալել է տրանսպորտային ոլորտը եւ փաստացի սուտ է խոսել եւ քաղաքացիներին այդ ստի միջոցով փորձել է
այսպես ասած թալանի ենթարկել։ Սա նշանակում է, որ իրենք իրենց տեղում չեն եւ քաղաքային նոր իշխանություն անհրաժեշտ ձևավորել, եթե ռիսկ ունենան կգնան արտահերթ ընտրություններ, եթե չէ, ուրեմն քաղաքացիների ճնշումներով նրան պետք է հասնել կամ էլ պետք է շարունակել սրանց գործունեությանը հետևել, բացահայտել ստերը, կեղծիքները, թալանը։ Սա էր ընդհանուր առմամբ հարգելի քաղաքացիներ, որ ուզում էին ներկայացնել, դուք շարունակեք բոյկոտը այնքան ժամանակ, քանի դեռ խեղճները գլուխները չեն հավաքել եւ նորմալ տրամաբանված գին չեն առաջարկել քաղաքացիներին, որն է 100 դրամը։ Մենք ապացուցել ենք, որ հնարավոր է 100 դրամով տրանսպորտը ապահովել քաղաքացիների համար, իրենք փախել են այդ քննարկումներից, բովանդակային բանավեճի դաշտ չեն մտել եւ հիմա ստիպված են խոստովանել, որ ստել են եւ տապալվել են։ Այնպես որ քաղաքային իշխանությունը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ, իսկ ոչ լեգիտիմ իշխանության պարագայում որևէ դրական արդյունքներ հնարավոր չէ ակնկալել։ Հարգելի քաղաքացիներ, շարունակեք բոյկոտը եւ շարունակեք հետևել Մայր Հայաստանի գործունեությանը, մենք ձեզ կտեղեկացնենք, թե ինչ ապօրինություններ կան եւ ինչ քայլեր ենք ձեռնարկում այդ ապօրինության դեմ առնելու համար։ Առայժմ